Այսօր օգոստոսի 19-ն է, մենք Carnival Miracle-ի մեջ ենք դեռ, նավի մեջ ենք, ու այսօր մենք հասել ենք Մալագա, Իսպանիայի Մալագա քաղաքը, այս քաղաքը ստեղ ոնց որ ստեղից է նշնում, այս այդ իրանց այդ բիլդինգն է, որի միջով պետք է անցնենք, այդ կառույցն է, որի միջով իրավիտի անցնենք, ու դուրս կանք են կողմը, ընդեղ արդեն ավտոբուսները կամած գալիս են նայի կարնիվալի, ընդեղ էլ տաքսիներ կան և այլն, հիմա նայենք թե ինչ կարող ենք անել այս քաղաքում, բայց ասում են իբր 2 մայլ է, բայց 2 մայլը բավական է ստեղից քայլելու համար, կարելի է իհարկե ոտքով քայլել, բայց բավականին է, իսկ ընդհանրապես ասեց շաթլներ ունենք, լսեցի՞ր դու։ Հետո կանես Մալագայի չանք այսօր, ես չգիտեմ արտասանությունը Մալագա է թե ոչ, շեշտադրությունը ոնց է, բայց Իսպանիայի Մալագա քաղաքում ենք։ Նավից էսա իջնելու ենք։ Հետևը ուրիշ նավ գա։ Հետևը ուրիշ։ Այդա անունով։ Որն է։ Այդա։ Այդա։ Չէ, կարող է Այդա դեն ուրիշ է, նավի անունը ուրիշ է, հեսա կնայենք որն է։ Կգնանք հեսա կհասնենք։ Դուք այնտեղ արդեն պատրաստ են ավտոբուսները կարնիվալի, որ մեզ տանեն տեղեր։ Քաղաքը հետևում է, կարելի է ոտքով էլ գնալ, բայց իրականում իրանք շաթլ բասեր ունեն, չեմ հիշում $5 էր ինչ էր, 5 եվրո էր, որ այդ պետք է շաթլ բասերը 15 րոպե մեկ աշխատում են, այս նավից մարդկանց տեղափոխում են քաղաքի կենտրոն։ Դուրս գալու պրոցեսն եմ նկարում, այսինքն դուրս են գալիս, այս ճանապարհը ուր տանում է, ուղիղ գնում ենք։ Դա շատ կարևոր է։ Հաջորդ անգամ գալու համար և մյուսների համար, ովքեր նոր են գալու, թե նավից ոնց եք դուրս գալու, հնարավորություն կա, թե չէ, որտեղ երբեմն լինում է, որ ճանապարհ էլ չկա, որ դուք այնտեղ գնաք, պետք է փոքրիկ նավակներով ձեզ տեղափոխեն, որ լինելու է մեր հետ օրինակ։ Տեղերը այս բասերն են, city բասերն են, տանում են մարդկանց, տիկետները ստեղ են։ Տոմսերը ասեց որտեղ են վաճառում։ Ստեղից տոմս առանք, այստեղ կանգնում են այս ուրիշ նավը, այս մեր նավը չի, բայց մեր նավը դրա հաջորդն է։ Ուրեմն այստեղ կանգնում են այդ և կարնիվալի բասերը և այդ հոփ-հոփի բասերը։ Մենք առանք տեղական այդ հոփ-հոփի բասը, մի անգամից տեղից կարնիվալը մեր վրա $37 էր ծախում, մենք առանք Եվի $27-ով չեմ հիշում, սա կասեմ ճիշտ է։ Հոփ-հոփ բասն ենք նստել։ Մրցուլ ասում է։ Կեդին։ Այդ ռուսերեն է ունեն, ես ռուսերենն եմ դրել։ Այս է նավն է, մի անգամից չստամ նավը, դու չես նավը։ Հանգիստ ասեմ ինչ արեցինք, ուրեմն որ դուրս եք գալիս, ընդեղ ձեզ առաջարկում են հոփ-հոփի նման բասեր, հենց մեջը, այս իրանց տերմինալի մեջը, դա ավելի էժան է, քան նավինը, մենք ինչքան վճարեցինք այս հոփ-հոփին, մեկ ինչքան էր, ուրեմն 27 եվրո է վճարում ես մեծերին, բայց կարնիվալինը մոտապես 35-36 եվրո է, նենց որ մենք վեշտ, և եթե մի քիչ էլ ավել վճարեի, կարող է ֆլամինգո բաները նայելով գնայի։ Մի խոսքով, ընդեղից եկանք, մի անգամից դուս եկանք ստեղ, այստեղ դուս եկանք։ Եթե ընդեղից նույնիսկ չեք առել տոմսը, կարելի այստեղից հենց բասի մոտ առնել, նայ, կարելի հենց այդ բասի մոտ առնել տոմսը, չմտնել։ Սովորեցինք, էդ էլ սովորեցինք, ու հիմա գնալու ենք։ Արևը, նայ, արևը սենց իմ դեմքին է անգնում։ Հիմա պիտի չակվեն։ Այդա ջան, տեսա այս նավի անունը, մտածեցի, որ էսի քո նավն է, լավ կլինի, որ դու ստեղ նստած ելնես։ Պատահական աչքի սնգավ ես, Այդա։ Երբեք չէի հանդիպել, այսքան տարիներ գնում եմ կրուզ։ Պետք է ինչ-որ $5 բաս նստեինք, շաթլ բաս, որ մեզ տաներ քաղաքի կենտրոնը, ստեղից, այստեղ է կանգնում մոտակպես, այս կողմերը, այդ շաթլ բասը մեզ պետք է տաներ քաղաքի կենտրոնը, մենք գնում ման գայինք, բայց քանի որ սա նստանք, Սա մի անգամից կտանի համ տուր
Հոփ տուրնա համը մեզ կտանի միանգամից քաղաքի կենտրոնը։ Էլ կարիք չկա այն մեկը նստելու։ Շարժվեցինք, մյուսները սպասում են մյուս բասը գա նոր գնան։ Իսկ մենք արդեն շարժվում ենք։ Այդա նավին բայ-բայ ասենք։ Այդ նավին էլ։ Մալագայի պատմությունը սկսվում է ավելի քան 2000 տարի առաջ, ինչը այն դարձնում է Իսպանիայի ամենահին քաղաքներից մեկը։ Հին ժամանակներից ի վեր բազմաթիվ տարբեր քաղաքակրթություններ այս հողերում թողել են իրենց բնակության հետքերը, ինչը այս վայրը դարձրել է իսկական եզակի հնագիտական առումով։ Ենթադրվում է, որ Մալագան հիմնադրվել է փյունիկ գեցիների կողմից մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի վերջում։ Մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում քաղաքը գրավեցին հույները, իսկ 70 տարի անց կարթագենցիների կողմից է գրավվել։ Մալագան եղել է շատ կարևոր տարանցի կետ, քանի որ կապեր է ունեցել թերակղզի բոլոր հռոմեական քաղաքների և Մեջերկրական ծովի նավահանգիստների միջև։ Այս շենքում կարելի է տները վարձել, ու բիչը այս կողմում է։ Ծովափը։ Հռոմեական կայսրության անկումից հետո Մալագան ընկավ գերմանական ցեղերի տիրապետության տակ։ Հետագայում արաբները գալով Աֆրիկայի հյուսիսային ափից ներխուժեցին թերակղզի։ Մալագան երկար ժամանակ մնաց արաբների տիրապետության տակ։ Նվաճումից հետո կրոնական համայնքները հսկայական ազդեցություն ունեին քաղաքների զարգացման վրա։ Մալագան համարվում է աշխարհի ամենահին քաղաքներից մեկը։ Ես մի քանի հետաքրքիր փաստեր կարդա Մալագայի մասին։ Մալագան 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի Պաբլո Պիկասոյի ծննդավայրն է եղել։ Քաղաքը հայտնի է իր քաղցր գինով, որը հայտնի է որպես Մալագա դուլչե։ Այն պատրաստում են հատուկ մուսկատ խաղողից։ Մալագան տարեկան մոտավորապես 300 արևոտ օր ունի և 50 անձրևոտ օր, այսինքն նա համարվում է ամենատաք և արևոտ քաղաքներից մեկ։ Դերասան Անտոնիո Բանդերասը ծնվել է Մալագայում։ Դերասանը հայտնի է նաև իր տղամարդկանց և կանանց համար նախատեսված Անտոնիո Բանդերաս օծանելիքով։ Հայրենիքի հանդեպ սերը նրան մղել է վերակենդանացնել հայր քաղաքը և այն վերածել մշակութային և գաստրոնոմիկ կենտրոնի։ Քաղաքը ունի եռուն նավահանգիստ, որը Իսպանիայի ամենածանրաբեռնված նավահանգիստներից մեկն է և օգտագործվում է զբոսաշրջային և բեռնատար նավերի կողմից։ Մալագան շրջապատված է ապշեցուցիչ գյուղական վայրերով և բնական գեղեցկությամբ։ Մալագայի հռոմեական թատրոնը Իսպանիայի ամենահին և լավագույն պահպանված հռոմեական թատրոններից մեկն է։ Մալագայում կան մի քանի ամրոցներ։ Քաղաքը նաև համարվում է կինոյի և հեռուստատեսության արտադրության հայտնի վայր։ Այստեղ կան տեղակայված մի քանի խոշոր կինոստուդիաներ։ Շենքերը լավ վյու ունեն, տեսարան ունեն պատուհաններից, շատ սիրուն են, տանպես սիրուն քաղաքը ասեմ քեզ։ Տանպես տավիկները նայից սիրուն են։ Հետաքրքիր է մեր մոտ չեն ա, չէ՞ սա։ Լիմոնները նայի, մանդարինները, լիմոնները, ծառերի։ Հոփ-հոփի բասը առաջինը կանգնելու է հիմա Ջիբրալֆարո ամրոցի մոտ։ Այս ամրոցը կառուցվել է 14-րդ դարում զուտ ռազմական նպատակով, զորքերի տեղավորման համար և Մալագա քաղաքը պաշտպանելու համար։ Ասում են, որ այս մասից շատ գեղեցիկ տեսարան է բացվելու դեպի քաղաքը,
կանգ առնենք, կտեսնենք, կփորձենք նկարել այդ գեղեցիկ տեսարանը։ Բասիցի չան։ Ալի։ Բասիցի չան հիմա գնում ենք առաջին մեր ստապը նայելու։ Ինչ կա, ինչ չկա։ Այսա որ սայնը գտնեմ կնկարեմ։ Ինչ-որ ամրոց ենք գտել, հա։ Այստեղ։ Այս է անունը, այստեղ ենք մենք։ Որ մի հատ ամրոց է, որը $7 է, ինչ է, հա։ Ամրոց է, էլի։ Պետք է մտնել, բայց մենք կմտնենք։ Բար այս վերևից ամրոցի վերևից նայում ես, ամբողջ քաղաքը և վյուն է երևում։ Կողքնես են ճանապարհ կա։ Կարի այսնել դեպի ծովն է երևում արդեն։ Ամրոցում կար նաև փոքրիկ թանգարան, որը ժամանակի սղության պատճառով մենք իհարկե չմտանք եւ ասում են, որ շատ էլ հետաքրքիր չի մեջը, բայց այդ ամրոցի դրսից շատ հետաքրքիր տեսարան է բացվում քաղաքին եւ հռոմեական թատրոնին, որ հիմա դուք տեսնում եք այդ նկարում, շատ գեղեցիկ ձևով երևում է հռոմեական թատրոնը վերևից, այդ ամրոցի վերևի մասից։ Գարում կանգնանք, հիմա սպասում ենք մինչև այդ բասը գա, նստենք, գնանք շարունակենք մեր ճանապարհը։ Իսկ ամրոցի մոտ հիմա բասը գալու է, երբ մյուսները իջնել են, մենք նստենք, այդ այստեղ բասն է։ Այստեղ որ մի քիչ իջնեինք աստիճաններով, այդ բանը կնկարեինք, այդ ամֆիթեատրը իրանց։ Ժամանակ ունեինք, իդուր չի ճանք։ Մենք հիմա գտնվում ենք Մալագայի ամենահայտնի առևտրային փողոցի վրա։ Անունը այս փողոցը ստացել է Մանուել Դոմինգո Լարիսի անունից։ Այս փողոցը միայն հետիոտների համար է, մոտավորապես 300 մետր երկարությամբ ձգվում է։ Փողոցը անվանակոչվել են Մանուել Դոմինգո Լարիոսի անունով, որը 19-րդ դարում նշանակալի դեր է խաղացել քաղաքի տնտեսական զարգացման գործում։ Այս արձանը շատ հետաքրքիր է, ներկայացնում է Լարիոս Մարկիզին, կանգնած պատվանդանի վրա, կողքին կա տղամարդու կերպար, որը ձեռքում պահում է խոփը, այն խորհրդանշում է աշխատանքը եւ մյուս կողմում կնոջ արձանն է, որը նվեր է մատուցում երեխային, որը խորհրդանշում է բարեգործություն։ Հուշարձանը բացվել է 1899 թվականին եւ մակագրված է Դոն Միգել Լարիոսին երախտագիտությամբ Մալագայի ժողովրդի կողմից։ Այս արձանի մոտ կարվանք գնացից, պտտվում ենք գնա, տղնիքը մանգալու տեղեր կա, դամարի չանք այս մեր բասն այն ամեր բասն, նա ճիշտ է էդ էր, այս կողմն է հետաքրքիր Փողոցով անցնելիս հաճախ հանդիպում ենք հետաքրքիր ծաղիկների տեսակի։ Մալագան խորհրդանշող մի ծաղիկ է, անունը բիզնագա է։ Բիզնագա բառը ծագում է արաբերենից եւ նշանակում է Աստծո պարգև։ Հին ժամանակներում այն օգտագործվում է որպես օդը թարմացնող միջոց իր հաճելի բույրի շնորհիվ եւ որպես բնական մոծակներից պաշտպանելու միջոց։ Այժմ այն համարվում է Մալագայի խորհրդանիշներից մեկը։ Բիզնագան ինքնուրույն աճող ծաղիկ չէ, այն հազմիկի տեսակներից պատրաստված ծաղկեփնջի կոմպոզիցիա է, որոնք մեկ առ մեկ դասավորվում են մանրակրկիտ ձեռագործ մշակմամբ։ Նույնիսկ հատուկ այս ծաղիկը վաճառողներ կան, անունը բիզնագերոն է անվանում, այսինքն բիզնագա վաճառողներ, որոնք հագնվում են շատ տիպիկ ժողովրդական զգեստ, սպիտակ վերնաշապիկ, կարմիր գոտի եւ սև տապատ։ Հիմա այս գլխավոր փողոցը։ Այս ինչ է, դակստի ծաղիկներ են։ Կարծեմ սրանց սիմվոլն է այս ծաղիկը։ Ոնց որ հավայան ծաղիկներ կային, սենց ծաղիկներ կան։
կոմն է սիրում տեղիքը։ Շատ սիրում փողոց է, տուրիստական։ Հələ շատ խանութներ նոր են բացվելու, դե մենք առավոտյան ինչպես միշտ շուտ ենք ելնում, մենք առաջին նավից դուրս եկողներից ենք լինում։ Մեծ հրաշալի մի հատ փողոց է։ Մի հատ այս կողմով գնանք, մի հատ հետ գնանք, էլի այս փողոցը։ Շատ սիրում փողոցը։ Այդ հյուսային փողոցային ավելի գունեղ, ավելի մարդաշատ, ավելի տաք տեսակն է, հա? Շենքերը Լիքը սիրուն աղջիկներ, սիրուն մարդիկ։ Ես ինչքան հիշում եմ, այս ծաղիկը ինչ-որ անուն ունի ու նա սիմվոլա կամած շանը ոտատակ չտաս։ Հետաքրքիր շարժվիկներ են նայի։ Հավայան ծաղիկները ուրիշ ձևի ծաղիկներ էին, ստեղի ծաղիկները ուրիշ են։ Այս երևի իրանց մալագայի տիկնիկներն են։ Այս ծաղիկները վերջում է երևի տոնավաճար է։ Նայտին սիրում քաղաքը։ Սենց նեղնիկ կամ ճիզաներ փողոցներ է շենքերի մեջ։ Տեղքի մարդիկ են ապրում, ստեղ թե ուղղակի սաղ վարձակալում են, վարձով են տալիս։ Խանութներ, երկու կողմին, կողմում։ Հələ այս գեղեցկությունը օրինակ չնկարել։ Հələ փեղկերի կանաչ հետ հետաքրքիր է։ Երկրորդական փեղկերը նայեք։ Ստեղ շարժվիկները իրանց երևի ազգային։ Ռեստորաններ, փոքրիկ նեղլիկ փողոցներ, սիրուն շենքեր, հետաքրքիր։ Պատահական եկանք հասանք են ինչ-որ ուզում էի։ Այս կարտեմ կոչվում է մի Թևանի աշտարակ, որովհետև եկեղեցի բազիլիկա, որովհետև մի կողմը տաշել է, մյուսը կիսատ է մնացել։ Մենք պտտվեցինք ու հենց եկանք Մալագայի ամենահայտնի տաճարի մոտ, որը կոչվում է Սանտա Իգլեսիայի տաճար։ Տաճարը հետաքրքիր է նրանով, որ ունի միայն մեկ աշտարակ, բայց իրականում պետք է ունենա երկու աշտարակ, որ սիմետրիկ լինի, եւ քանի որ մեկ աշտարակ ունի, նրա մականունը մի ձեռքանի տիկին են անվանում, եւ շատ պատմություններ կան այն մասին, թե ինչու է մեկ աշտարակը կառուցվել, մյուսը մնացել է չկառուցված։ Տուրիստներն այստեղից են բերում, երևի այստեղից ավելի լավ կնկարեն, կփորձենք։ Մի քիչ մոտենանք, որ կարողանանք։ Ինչքան հասկացա այս մուտքը ստեղ է, գլխավոր դուռը։ Okay, նայ ինչի են ասում մի Թևանի, որովհետև նայ այս մի աշտարակը արել են, նայ կառուցել են, այս մյուս աշտարակը չեն կառուցել, մնացել է։ Դրա համար այս կոչվում է մի Թևանի
Անունն է ստացել։ Մի քիչ հեռանանք կարող ավելի լավ դուրս գա այդ աշտարակները։ Ամենալավ տեսքն է, մենք հենց դիմացն ենք կանգնած, Մալագայի գլխավոր կաթեդրալ դա, հետո կասեմ անունը։ Սրա ամենահետաքրքիր պահը է, որ այս մի աշտարակը կառուցվել է, երկրորդը չեն հասցրել կառուցել, ինչ պատճառներով, հետո կասեմ, կկարդամ ձեր համար։ Դրա համար այս կաթեդրալը կոչվում է մի Թևանի անունն է ստացել։ Կենտրոնական մասում գտնվում է շատ գեղեցիկ սիրուն շատրվան, որտեղ զբոսաշրջիկները սիրում են նկարվել, իսկ շուրջ բոլորը ռեստորաններ են։ Իսկ թե ինչու չի կառուցվել մյուս աշտարակը, ինտերնետում որ կարդում ես, գրված են տարբեր պատճառներ, հիմնականում այդ պատճառները գալիս են նրան, որ դրամական միջոցները չեն բավարարել աշտարակի մեկը կառուցելու։ Հրապարակը շատ լի է տուրիստներով, ռեստորաններ կան շատ և քանի մենք առավոտյան ենք եկել, այդքան շատ մարդ չկար, հիմա արդեն կեսօր է և մարդիկ քանի գնացին ավելի շատացան, տեսնում եք արդեն քայլելու տեղ չի լինում վերջում։ Այդիա չգիտեմ ում արդանն է, նկարենք հետո իմանանք, բայց եթե գրած լինի լավ կլինի միտեղ, մի անգամից չենք չարչարվի, ասեմ ստեղ է այս մարդու անունը գրած, թե չէ, հա, ճիշտ է։ Բոտանիկ գարդնում են մեզ, ամբողջ այս սենց քաղաքի մեջ ծաղիկներ, պալմաներ, թռչունների ձայնը հետաքրքիր, լսում եք երևի, ծղծղոտ ավելի ճիշտ թռչունների։ Տիրերեն շատ կան, շարքը։ Սպասում է, որ մեկը նստի։ Հա, ես որ անցա, ասեցի, բա, այստեղ ես ինչ կան սիրուն շենքեր կան, ինչ այստեղ չի կանգնում։ Հղերանց սուվնիրներն են, պաղպաղակ։ Իրանց բանկի շենքն է, բանկո, ինչ է նշանակում? Բանկը։ Սիրուն կառավարական բանկի շենք ունեն ուրեմն։ Ձիերը ես կոմով են ասում, մենակ ձիերի համար ալ։ Ունդե մի հատ էլ ընդեղ շատ հետաքրքիր բան կա շենք։ Ու հետո հետ կդառնա։ Դիմացա, մի քիչ գնա, տեսնես։ City Hall-ն է, շատ սիրուն է, Մալագայի City Hall-ն է, վրան քանդակներով, շատ հետաքրքիր շենք է։ Շատ հասկացա Մալագայի City Hall-ն է, հա, իսկան, շատ սիրուն շենք է, վրան քանդակներով և այլն, քանի ու նորի սարմուստը շենքի մեջ կա, այս կողմն է,
կողմն է։ Ու այս հենց դիմաց էս շենքերն են։ Շենքերը հենց city center-ն են տանք։ Իրական տանը ֆոտկոլը կարային գայո։ Շատ հեռու չէ։ Կանաչ այսպես ասած, ինչ ասեմ, բուտկա ասեմ, ինչ ասեմ, կառույցները փաստորեն իրենց զուգարաններն են։ Հետաքրքիր ավանդույթ կա Մալագայում, որ յուրաքանչյուր տարի Սուրբ Զատիկի օրերին 1 կամ 2 բանդարկյալ ազատ է արձակվում Մալագայի նահանգային բանդից։ Քաղաքի ավանդույթները կապված են ժանդախտի համաճարակի հետ։ Այդ տարիներին ժանդախտի համաճարակ է եղել Մալագայում։ Չարլզ III-ի գահակալության ժամանակ հիվանդությունը բառացիորեն ավիրել էր քաղաքը։ Կենդանի մնացածները այնքան թույլ ու վախեցած էին, որ չկարողացան պատշաճ կերպով աղոթքի երթ անցկացնեին եւ վերջ դրվեր սարսափելի աղետին։ Եվ միայն բանդարկյալներն էին մնում առողջ, եւ նրանք քաղաքապետից թույլտվություն խնդրեցին մասնակցելու Սուրբ Հիսուսի պատկերով երթին։ Սկզբից վախենում էին նրանց ազատ արձակել, բայց հետագայում ազատ արձակեցին եւ բանդարկյալները այդ Հիսուսի պատկերով երթին մասնակցեցին ու բոլորը վերադարձան հետո իրանց խցերը։ Թագավորը ցնցված էր բանդարկյալների գործողություններից եւ նրանց հավատքից եւ հրամայեց այդ օրվանից յուրաքանչյուր տարի 1 կամ 2 հանցագործի բանդից ազատ արձակել։ Իսկ հիմա մենք անցնում ենք Ժորժ Պոմպիդու թանգարանի մոտով, տեսնում եք այս գունավոր ապակիներով շենքը, հետաքրքիր թանգարան է, Փարիզյան թանգարանի իսպանական տարբերակն է։ Մենք իհարկե ժամանակ չունեցանք այցելելու, բայց եթե հետագայում առիթ ունենամ, իհարկե կգամ։ Հիմա տեսնում եք Լա Ֆարոլա փարոսը 21.64 մետր բարձրությամբ, վեր է խոյանում նավահանգստում, մենք արդեն վերադառնում ենք նավահանգիստ, անունը յուրահատուկ է, քանի որ Իսպանիայում փարոսները սովորաբար անվանում են El Faro արական սեռի անունով եւ ոչ թե La Farola իգական սեռի անունով։ Չնկարեցինք, ես նստած էի այստեղ։ Ես նկարում։ Հիմա ես նկարում եմ այս կողմի վրա։ Միակ դույտել ենք անելու, սպասով։ Քանի որ ժամանակ ունեինք եւ օրը բավականին լավն էր, տրամադրող, արևային, մենք չուզեցանք վերադառնալ միանգամից նավ եւ այդ հոփ-հոփ մեր բասով շարունակեցինք մի եւս մեկ պտույտ կատարեցինք Մալագայում այս անգամ առանց իջնելու, որովհետև ամեն իջնելուց հետո բավականին դժվար էր նորից սպասել, նորից մյուս բասը պիտի գար, որ դու նստեիր, իսկ մենք այդքան ժամանակ չունեինք։ Ես առաջի անգամ էի Մալագայում, այնպես որ ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, բայց միևնույն ժամանակ շատ ժամանակ չունեցանք կոնկրետ տեղեր գնալու համար։ Հաջորդ անգամ եթե ես կամ էլի կրուզով այս Մալագան, որովհետև հաճախ է պատահում եվրոպական կրուզում նորից Մալագայով եմ գալու, այդ Մալագայում է գտնվում Պիկասոյի եւ տունը եւ առանձին թանգարանը, այնպես որ պլաններում կլինի կոնկրետ տուն թանգարանը Պիկասոյի գալու եւ Տոմսը նախորդ պետք է գնել, որպեսզի վստահ լինեմ, որ հաստատ ես կարողանամ գալ այստեղ։ Մեկ օրը բնականաբար շատ քիչ է քաղաքին ծանոթանալու համար, մանավանդ այսպիսի հետաքրքիր եւ մեծ քաղաքի համար։ Հաջորդ անգամ ավելի հետաքրքիր պլաններով կգանք։ Հիմնականում 19-րդ դարում կառուցված հարուստների տներ են։
Արդեն նավի ուղղությամբ այստեղ կանգնանք մենք, այս փողոցով գնացինք շատ խիտ փողոց էր, հիմա տեսնենք մաստիկից է չեն իջնի երևի շատերը 13-ն է, ես լավ էլ հիշում եմ, համար 13 կանգառնա Historical market տարածքը գնա Հասկացավ, եթե մյուս անգամ գանք, արդեն չտեղ է թողնում կարնիվալի բացը Այստեղից կարաս դու գնաս historical մասը, այն կողմ, բայց այդ բան ունենաս, ինտերնետ ունենաս, ունենաս քարտեր, այս որ կողմն ես գնում Դա ամենախիտ փողոցներից մեկն է Ռեստորաններով, խանութներով, լի, երկու կողմերը Լիքը մարդիկ, տեսնում եք Բայց եթե որ մենք իջնենք հետո չեն տաղայելն է, ենք արդեն եղանք ստեղ հերիքա Հաջորդ անգամ որ գանք կգնանք historical պատմական մասը հետևում է Այսքան մարդիկ սենց մնացել են, նա չեն կարում նստել Այս հոպ-հոպի խելն է Հայերանն է, որտեղից գնացքները գնում են հիմնականում Եվրոպա, Իսպանիայի քաղաքները ու Եվրոպայական քաղաքները Train station, այո Բասերի կանգառներ, մյուս կողմը Մավակայում փաստորեն կար նաև հետաքրքիր ռուսական թանգարան, բավականին լավ հավաքածուով Հետագայում, եթե ես կամ նորից այս Մալագա քաղաքը, անպայման կուզենամ այս ռուսական թանգարանը մտնեմ, որտեղ ցուցադրվում էին Սանտ Պետերբուրգի պետական թանգարանից բերված նմուշներ Ասում են, որ հետաքրքիր հավաքածու կա այստեղ, ներկայացված է տարբեր դարաշրջանի ռուսական արվեստի լայնածավալ հավաքածու, որը արժի նայել։ Սանկտ Պետերբուրգի մուզեումից ստեղ բերել են ցուցադրելու։ Վախենալու տեսք ունեմ, որովհետև հլը չեմ հասրել, ոչ իմ բան անել, լողացել եմ ու դուս եմ եկել, նա ռեստորան ենք նորից եկել, աչքիս այրվել է սաղ թեմքս, հոնել չէ, այսօր մեքսիկական ուտելիքների օրա, ինձ խարախարո անուններ էր, ինձ պատահական պատվիրել եմ ինչ եղել, բիր վերցրեցինք, որն ենք վերցրել եմ ացիս դուր, ես եմ սիրում, Oi. Սա կտա ուտելիքներ նկարեմ։ Սուպ պատվիրեցինք, մեքսիկական։ Կարը նայենք մեջը ինչ կա, չկա, խոտվեց յոսվի։ Ես են նաչոս, հա։ Մարդը չի։ Նկարել անպայման, որտև նենց հետաքրքիր արկած է, այս հավա, հա, հաստատ էսի մեկը քոնն է,
Ռայսներ ես կիսեմ, ես այդքան չեմ ուտի։ Այդքան սոված ես, հետ չես դիմանում։ Քոնը ինչ է։ Fish, fried. Fish, fried fish, Ահա։ Okay. Սենյակ եկանք, մեզ 2 հատ հրավիրատոմս են դրել, հատուկ պլատինիումների և ադամանդյա բաների համար, այդ չան ասում, մեմբերների համար, օգոստոսի 20-ին, թատրոնում, ժամը 3-ին, հիմնականում խմիչքներ են լինելու, կարող է փոքր թայզերներ լինեն երբեմն, բնանք կնկարեմ, սիրում եմ ես այս երեկոն, կապիտանն է գալիս, անձնակազմն է գալիս, հավաքվում են, հետաքրքիր անցնում է։ Pass them to everybody. That's right, we're not done yet. Keep passing those beach balls all around. Woo! Wow. Oh, that one went really high. Oh, there you go. You got the idea. Yep, keep it going. Oh my goodness. Oh, that one went really high. Yep, keep passing them all around. We still got time. Oh wow. Oh my goodness me. Oh. All over the place. Bring them back to the stage, everyone. Այս էլ օրվա վերջի շոուն է, շատ հետաքրքիր շոուն է, շատ ակտիվ, նույնիսկ դահլիճի մարդիկ էին մասնակից դառնում, ուղղակի երաժշտությունը չի թույլ տա, որ YouTube-ը ես դնեմ, ստիպված ես պետք է մի քիչ խոսամ, հույս ունեմ, որ իմ խոսակցության ներքո երաժշտությունը նորմալ կլինի և YouTube-ը չի արգելափակի։ Այս էլ օրվա ավարտը, ինչպես ամեն օր հետաքրքիր շոուով ավարտվեց այս օրը։